չունեմ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Տիկին Հակոբյան, նախ ձեր կարծիքով ինչու թույլ չեն տվել, որպեսզի տեսակցեն այդ անձանց հետ, դուք այստեղ ինչ խնդիրներ եք տեսնում եւ եթե այնտեղ ունենք հայ գերիներ եւ պատաններ, ինչ խաղաղության մասին եք խոսում։ Սկսեմ վերջից, բնականաբար, եթե երկու երկրներ հայտարարում են խաղաղության օրակարգի իրենց ուղու մասին եւ այդ ընթացքի ու վերջնարդյունքի մասին արդեն կանխատեսումներ են անում, մի տեսակ կարելի է հավատալ կամ հույս ունենալ, որ կա իրականում գործընթացող ինչ-որ գործընթաց կա, եթե մինչ նստել եւ դրա շուրջ որևէ պայմանավորվածություններ ձեռք բերելը կլուծվեին հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում նաև գերիների եւ պատանդարված անձանց հարցերը կկարգավորվեին առանց նախապայմանների։ Դա կլիներ արդարության այն հիմնակարը, որը կդրվեր իրենց խաղաղության օրակարգի տակ։ Մնացած բոլոր պարզաբանումները, չգիտեմ, իրենց այդ բերած մանիպուլյացիոն, չգիտեմ, օրիպրև թե բանակցություններ եւ այլն, դրանք հեքիաթներ են, դրանք սուտ են, դրանք չեն կարող տեղի ունենալ, որտեղ process-ները այդպես չեն գնում։ Ինչ վերաբերվում է քաղաքասարակության այնտեղ գտնվելուն Հայաստանի Հանրապետության այդ հանդիպանը Բաքվում, նախ եկեք հասկանանք, արդյոք եղել է ցանկություն իրականում տեսակցելու պատանդարված եւ գերեվարված մեր հայրենակիցներին եւ նույնիսկ եթե եղել է եւ իրենց թույլ չեն տվել, բայց կարծում եմ, որ պիտի աշխարհում ինչքան կոչված կուլտուրական իրենց մերժել Բաքվում։ Ապա այդ պարագայում պետք է իրենք անպայման տակը վտանգ տեսնեին, ոտքի կանգնեցնեին այսօր արևմտյան կազմակերպություններից ֆինանսավորվող իրենց գրպանի իրավապաշտպաններին, որոնք գիտեք այսօրվա լսումներին հարկ չեն համարել գտնվեն, որտեղ պակաս իրավիճակ էլ ներքին, քաղաքական դաշտում չի Հայաստանի Հանրապետության բռնաճնշումների առումով, եւ այստեղ գլխավոր վտանգը այն է, որ նույնիսկ եթե իրենք այնքան մեծ ցանկություն ունեն մտցել եւ իրենց այդ ցանկությունը չի կատարվել, պետք է ուղղակի մի հետեւություն անել, որ մեր հայրենակիցները իրականում շատ ծանր վիճակում են այնտեղ, որովհետեւ ճիշտ է շատ նորմալ իրավապաշտպանները ամեն դեպքում բարձրաձայնում են, ահազանգում են դրա մասին, ամենօրյա ռեժիմով ասում են, որ այնտեղ մեր հայրենակիցները բացի որ ստորացումների ենթարկվում են նաև ֆիզիկական բռնաճնշումների եւ կտանքների։ Այսինքն այս առումով եւս հիմա իշխանությունները անհանգստանալու հարց ունեին, արդյոք այդ երկիրը պատրաստ է այսօր խաղաղության գնալ Հայաստանի հետ։ Եվ մյուս կողմից, որը ոչ պակաս կարևոր է, մենք սկսել ենք կարծես թե մոռանալ, որ 2023 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում բացի այն, որ մենք ունեցանք հարյուրավոր զոհեր, ինչպես նաև պայթյունից, բենզինի պայթյունից ունեցանք էլի հարյուրավոր զոհեր, ունենք նաև անհայտ կորածներ։ Եվ այդ անհայտ կորածները եւ պատերազմական գործողությունների արդյունքում են եւ բենզինի պայթյունից հետո նաև կան անհայտ կորածներ։ Եվ բազմիցս ծնողները, ընտանիքները, մենք մեր հնարավոր խողովակներով դիմել ենք նմանատիպ կառույցների, անունը քաղաքասարակություն կլինի, ԱԱԾ կլինի, քննչական կոմիտե կլինի։ Գիտեք, տպավորություն է, որ իրենք ամեն կերպ ուզում են նաև մոռացության տալ այդ հարցը, որտեղ ծնողների ուղերձը նաև իրենց է հասած եղել այս քաղաքասարակության ներկայացուցիչներին, որ Բաքվում լինելու պարագայում, ադրբեջանցիների հետ հանդիպում ունենալու պարագայում խնդրել են բարձրաձայնել իրենց խնդրանքը եւ պահանջը, որ որոնողական աշխատանքներ տարվեն նաեւ իրենց ընտանիքի անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսինքն սա էլ է, չէ՞, հումանիտար հարց։ Խաղաղության գնացող երկրի հասարակության անդամները գնացել էին հանդիպման։ Սա էլ է խաղաղության օրակարգից առաջ ինչ-որ հումանիտար խնդիր, որը պետք է լուծվեր։ Այդ անձանցից մեկը նշում էր, որ մենք Արցախահայերի Արցախ վերադառնալու